Բարև ձեզ սիրելի բարեկամներ, բարի գալուստ Արևի խոհանոց։ Այսօր պատրաստում ենք ամանորյա սեղանի գլխավոր տոնական ուտեստը՝ հյութալի և բուրումնավետ խոզի բուդը։ Եկեք միասին պատրաստենք։ Մինչ կներկայացնեմ ինչպես եք պատրաստում, չմոռանաք բաժանորդագրվել և լայքել, թողնել ձեր կարծիքը, քանի որ ձեր կարծիքը շատ կարևոր է ինձ համար։ Բուդը սուր դանակով մի քանի տեղից ծակծկում ենք, դնում ենք խոր կաթսայի մեջ և վրան լցնում սառը ջուր։ Թողնում ենք 2 օր, որպեսզի ամբողջ արյունը դուրս գա և միսը մաքրվի։ Արդեն անցել է 2 օր, տեսեք, թե որքան առնաջուր է դուրս տվել։ Այժմ պատրաստենք մարինադը։ Մեծ կաթսայի մեջ լցնում ենք ջուրը և ավելացնում ենք աղ։ Աղը ավելացնում ենք այնքան, որքան բդի քաշն է։ Եթե վերցրել ենք 7 կգ բուդ, ապա ավելացնում ենք 7 ճաշի գդալ աղ, մի քանի պճեղ մանրացրած սխտոր, ամբողջական սև պղպեղի հատիկներ, դաբնու մի քանի տերեր և կտրատած գազար։ Ամեն ինչ լավ խառնում ենք և տեղադրում բուդը մարինադի մեջ, թողնում ենք 2-ից 3 օր, որպեսզի միսը լիովին ներծծի համերը և դառնա շատ փափուկ։ 3 օր հետո բուդը հանում ենք մարինադից և ձևավորում ենք գազարով և սխտորով։ Դանակի սուր ծայրով անցքեր ենք անում և սխտորն ու գազարը տեղավորում ենք մսի մեջ։ Դա արվում է նրա համար, որ հետագայում գեղեցիկ տեսք ապահովենք։ Երբ որ բուդը մատուցում ենք սեղանին, կտրելուց գազարը և սխտորը շատ գեղեցիկ տեսք են տալիս։ Այժմ պատրաստենք սոուսը։ Թթվասերին ավելացնում ենք սխտոր, աղ, կարմիր պղպեղ ու գդալի ծայրով մի փոքր չաման, մսին իր անփոխարինելի հոտը տալու համար։ Խառնում ենք մինչև միատարր լինելը ու վերջ, սոուսն արդեն պատրաստ է բդի վրա քսելու համար։ Բոլոր չափաբաժինները կթողնեմ տեսանյութի ներքևում։ Այժմ բուդը պատրաստենք ջեռոց ուղարկելուն։ Բուդը հանում ենք մարինադից, լավ քամում ենք, վրան լիարժեք քսում ենք պատրաստած սոուսը բոլոր կողմերից և վերջ, բուդը պատրաստ է։ Տեղադրում ենք ջեռոցի տապակի մեջ և ծածկում փայլատի թեղով, կամ ինչպես ես եմ ցույց տալիս, հատուկ բդի պատրաստելու համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակով։ Բուդը արդեն պատրաստ է, ուղարկում ենք ջեռոց, եփելու ենք 200 աստիճանի տակ մինչև պատրաստ լինելը։ Ինձ մոտ բուդը կշռում է 7 կգ, ես եփում եմ 5 ժամ։ 5 ժամ անց բուդը այս տեսքը ունի։ Հեռացնում ենք պոլիէթիլենային տոպրակը կամ փայլատի թեղը, սուր դանակի ծայրով 2 տեղից ծակում ենք, որպեսզի տեսնենք, եթե առնաջուր դուրս չի գալիս, նշանակում է բուդը ամբողջովին պատրաստ է։ Վրան կրկին քսում ենք ավելացած սոուսից և 15-ից 20 րոպեով բաց վիճակում կրկին ուղարկում ենք ջեռոց վերջնական իր տեսքն ստանալու համար։ Բդի վերջնական տեսքը այսպիսին է, ստացել ենք ոսկեզօծ, գեղեցիկ, փայլուն, հյութեղ և բուրումնավետ բուդ։ Հեռացնում ենք ոսկորը և մատուցվող ափսեի մեջ մատուցում ենք, ձևավորում ենք ինչպես նախընտրում ենք։ Ես ձևավորում եմ հազարի տերևներով և կիտրոնով, ձևավորեք ինչպես սիրում եք թանկագիններս։ Եվ ահա մեր ամանորյա խոզի բուդը պատրաստ է, հյութալի, բյուրավետ ու տոնական տեսքով։ Դուք միայն նայեք այս գեղեցկությանը, շատ համեղ է ստացվել։ Հուսով եմ ձեզ դուր եկավ թանկագիններս, եթե ձեզ դուր եկավ, չմոռանաք մեկնաբանել, լայքել և բաժանորդագրվել։
Շնորհավոր բոլորիս գալիք տոները, թող բոլորիս սեղանները միշտ լինեն առատ, ջերմությամբ ու սիրով։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։